Բարև ձեզ հարգելի հայրենակիցներ, ես խնդրում եմ անպայման այս տեսանյութը մինչև վերջ նայեք, բայց տեսանյութը վերաբերվում է միայն արցախցիներին և բոլոր այն մարդկանց, ում համար Արցախը հայրենիք է, ում համար Արցախը սրբություն է։ Այն մարդիկ, որ Արցախը չեն համարում իրենց հայրենիքը, կարող են տեսանյութը նույնիսկ չնայեն և անցնեն առաջ։ Իսկ ովքեր որ Արցախը համարում են հայրենիք, խնդրում եմ տեսանյութը մինչև վերջ դիտել և կիսվել էջերում և անպայման բաժանորդագրվել, եթե բաժանորդագրված չեն։ Հիմա մենք բոլորս էլ Արցախը համարում ենք հայրենիք և մեր համար դա կարևորագույն սրբություններից մեկն է, հայրենիքը։ Ոչ միայն Հայաստանը չի հայրենիք, Արցախը նույնպես հայրենիք է։ Եվ երևի բոլորն էլ ցանկանում են վերադառնալ Արցախ, այդպիսի մարդ դժվար է գտնել, որ չուզենա վերադառնալ Արցախ։ Իհարկե շատերը հույսները արդեն կորցրել են ամբողջությամբ, շատերին գիտեմ, բայց ցանկությունը հոգու խորքում այդ ամեն ինչը կա, որ վերադառնան իրենց հայրենիքը, իրենց եկեղեցիները, իրենց գերեզմանները, իրենց սրբությունները, այդ ամեն ինչը հաշվի են առնում։ Հիմա ես ինչի համար են շատերը հույսները կորցրել, ասեմ, քանի որ ոչ մեկը, համարյա ես շատ քիչ մարդկանցից եմ լսել, ովքեր որ ասել են, որ կարելի է վերադառնալ Արցախ, մենք կարող ենք վերադառնալ Արցախ, բոլորն էլ մենակ խոսում են, հիմնականը խոսալն է, և իհարկե եթե սենց գնա, Արցախը մնալու է ընդամենը երգերի մեջ, չգիտեմ, բանաստեղծությունների մեջ, նկարների, ինչ-որ այլ հայրենասիրական գործողություններով, հիշելու ենք Արցախը, հիշողությունների մեջ է մնալու, ինչպես որ արևմտյան Հայաստանն է մնացել, արդեն 100 տարին անցավ, և եթե մեր սերունդը այս խնդրով չզբաղվեց, Արցախ վերադառնալու հարցը չլուծեց, հաջորդ սերունդները շատ են դժվարանալու և նույնիսկ այդ աստիճանի ցանկություն էլ չեն ունենա, ցանկություն լինելու է, բայց արդեն ինչքան որ հիմա մենք ենք վերադառնում արևմտյան Հայաստան, այնքան էլ հաջորդ սերունդները կմտածեն վերադառնալու Արցախ վերադառնալու մասին։ Դրա համար այս հարցը պետք է լուծվի մեր կողմից, մեր սերունդի կողմից, քանի որ սա մեր սերնդի, մեր ապրած դարաշրջանում այս ամեն ինչը տեղի ունեցել և պատասխանատվությունը մենք ենք կրում։ Սրա հաջորդ սերունդները արդեն սրա պատասխանատվությունը չեն կրում, իրանք ցանկությունը կունենան, բայց արդեն իրանք դրա պատասխանատուն չեն, ոնց որ հիմա 100 տարի առաջ ինչ որ եղել է, ովքեր որ չեն կարողացել կամ կարողացել են, ինչ սխալներ են գործել, չէ, մենք ուզում ենք այդ հարցերը լուծենք, բայց պատասխանատվությունը մենք անձամբ չենք կրում, այդպես է, չէ, դառնում, ասենք արդարության համար եմ ասում սա։ Դրա համար սա Արցախի հարցը մեր սերնդի պատասխանատվության հարցն է։ Դրա համար հիմա տեսեք ոչ մի ինչ որ ղեկավարներից, ես համարյա գործող ղեկավարներից, չգիտեմ Արցախի ղեկավարներից, ովքեր Հայաստանում են հիմա, դե պարզ այն ովքեր որ հիմա Բաքվի բանտում են, իրանք ոչինչ չեն կարող անել։ Թեկուզ եւ Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից ոչ մեկը Արցախ վերադառնալու ինչ որ մի պլան չի առաջարկում կամ ինչ որ մի ձև չի ասում։ Խոսալով ասենք մի Հայաստանի կառավարությունը իդեմս Նիկոլ Փաշինյանի ասում է դա մերը չի, չէ։ Այն մարդիկ էլ ովքեր համարում են Արցախը իրանց, նա ղեկավար, բան ասում են մերն է, բայց մերը ասելը քիչ է, չէ, պետք է ասենք ոնց ենք մերը մեր հետ վերադարձնելու։ Եթե մերն է, հետ պետք է վերադարձնենք, չէ։ Մի Նիկոլ Փաշինյանին արդեն էլ չեմ էլ մեղադրում ես, չէ, իր մեղքերը հետ է առանձին, բայց այս Արցախի հարցով հիմա որ կորցրել ենք դրա մեղավոր բան դա առանձին հարց։ Հիմա այսօրվա դրությամբ նայեք Նիկոլ Փաշինյանը եւ մյուս որ ասում է որ մերը չի էտի եւ նրանք ովքեր ասում են որ մերն է, երկուսն էլ ոչինչ չեն անում։ Նիկոլին հարցրին այն օրը ասին բախես խուսափում Արցախ բառից խեք ասում Ղարաբաղ, եկնել ասեց հա Արցախ։ Ասաց Արցախ է հետո Արցախ, այսինքն այն որ Ղարաբաղ չի ասում Արցախ, էլի գործողություն չեն կարող, այսինքն ոչ մեկ չի անում, ոչ մեկս։ Անհատական մարդը ընդհանրապես չի կա, հասարակահայացին ընդհանրապես չի կարա ինչ որ հարց լուծի։
Հիմա դրա համար, բայց իմ համար, անձամբ իմ համար, այս հարցը մնում է բաց եւ ես ինչ որ մի ձև պետքա մտածել եմ, որ այս հարցը լուծենք։ Ուրեմն, որպեսի այս հարցը կարողանանք լուծել, քանի որ մենք ուզում ենք լուծել, համարում ենք հայրենիք, եթե հայրենիքը սրբություն է, դա պետքա վերադարձվի։ Տեսեք, հարցի լուծման համար, խնդրի լուծման համար մի անձը, ես անձամբ ինչքան էլ ուզեմ, այդ հարցը մենակով չեմ կարող լուծեմ։ Նույնիսկ 10 հոգով չենք կարող լուծենք, նույնիսկ 100 եւ 1000 հոգով էլ չես կարող լուծես այս հարցը։ Հարցի խնդրի լուծման համար պետքա միաբանություն բոլորի։ Բոլոր այն մարդիկ, հենց արցախցիները, ովքեր այդտեղ ծնվել են, մեծացել են, եւ մյուս մեր եղբայրներն ու քույրերը, ովքեր որ Արցախը համարում են հայրենիք, պետք է մենք միաբանվենք եւ այս խնդրի լուծումը տանք։ Դրա համար ես որոշել եմ ինչ որ մի ձևով այս հարցը լուծենք եւ արդեն կատարել եմ կոնկրետ գործողություններ այս միաբանվելու համար, որպեսզի կարողանանք հաջորդ քայլերը անենք։ Առաջի քայլը, ինչպես ասացի, դա միաբանությունն է եւ որպեսզի բոլորս միասին գործենք միաբան մի խնդրի շուրջ, հարցը միասին լուծենք։ Տեսեք, ես այդ հարցի հետ կապված, լուծման հետ կապված, ինչպես պետք է անենք, եթե ես առանձին կասեմ, հիմա ասում եմ, այդ միաբանվելու հարցը ոնց եմ ես լուծել։ Այդ ոնց եք պատկերացնում, միաբանվելու համար ինչ որ մի ֆորմատ է պետք, չէ, ինչ որ մի կազմակերպել է պետք, կազմակերպություն է պետք։ Այդ ամեն ինչ ես արդեն արել եմ։ Մենք ուրեմն գրանցել ենք կազմակերպություն, ռազմահայրենասիրական, հասարակական, քաղաքական է ուզում ասել արդեն, հասարակական կազմակերպություն, կոչվում է Վերադարձ Արցախ։ Կազմակերպության հիմնական խնդիրները դա հայրենասիրությունն է, ռազմահայրենասիրական դաստիարակությունը, հայրենիքի պաշտպանությունը եւ մի շարք այլ հայրենասիրական խնդիրներ։ Այս կազմակերպության շրջանակներում մենք կարող ենք միավորվել, միաբանվել եւ եսա լուծումները, ասում եմ, հենց Արցախի հետ կապված լուծումները ոնց է լինելու։ Արցախի հարցը կազմակերպության մի մասն է, ասենք խնդիրների մի մասն է արցախցիների, որը իրավունքները վերականգնվի եւ այլն եւ այլն։ Ինչի համար են նաեւ շատերը հիասթափել, որովհետեւ ոչ մի ձև չեն տեսնում Արցախ վերադառնալու։ Ադրբեջանական դրոշի տակ չենք կարա մտնենք մենք Արցախ, չենք էլ մտնի։ Չէ, ուրիշ ձև էլ չի, հա, ուրիշ ձև փաստորեն ոչ մեկ չի առաջարկում։ Ես առաջարկում եմ։ Հիմա միաբանվելու համար հեսա ձևերը սաղ կասեմ, ոնց ենք անում, որ ասենք այդ կազմակերպությունում ընդգրկվենք բոլորս։ Բայց սկզբից ասեմ, ոնց ենք խնդիրները լուծելու։ Արցախ վերադառնալու խնդիրը առաջի հերթին մենք պետքա մտածենք, զբաղվենք, ոնց անենք, որ վերադարձի հարցը լուծենք միջազգային իրավունքի շրջանակներում եւ մի շարք միջազգային փաստաթղթերի հիման վրա, որոնք որ արդեն ստորագրել են երկրների ղեկավարները եւ այդ փաստաթղթերը մեզ իրավունք են տալիս վերադառնալ Արցախ հենց Արցախի դրոշով։ Այդ հարցով եթե ոչ մեկ այդ հարցը չբարձրացնի, պարզ է այդ փաստաթղթերը մնում են ասենց ինչ որ միտեղ դրած, բայց եթե հարցը բարձրացնում են բոլորը միասին, օրինակ համարյա 180,000 հոգի մարդու իրավունքը խախտված է, միջազգային իրավունքով նախատեսված եւ այդ փաստաթղթերով նախատեսված իրավունքը խախտված է 180,000-ի մոտ մարդ։ Եվ եթե 180,000 մարդը այդ հարցը բարձրացնի, դրա լուծումը հնարավոր է տալ։ Հենց այսօր չէ, կարող է քիչ ուշ։ Մենք հույսներս չենք կարող դնել Հայաստանի Հանրապետության կառավարության վրա, չէ, բոլորս էլ գիտենք, իդեմս Նիկոլ Փաշինյանի, ինքը ասել է, որ իրանք ձեռները լվացել են այդ Արցախի հարցը, փակել են, գործ չունեն դրա հետ, Ալիևն էլ է փակել իրանց ասելուկի խոսքով։ Հա, բայց դա չի նշանակում, չէ, որ մենք չենք կարող օրենքի սահմանում այդ հարցը, դա իհարկե միջազգային հարց է, դրա համար միջազգային իրավունքի շրջանակներում այդ հարցերը բարձրացնել ամենաբարձր նույնիսկ մակարդակներով,
Բայց դրա համար մեզ պետք է կազմակերպվել որպես կոնկրետ, ասենք, միաբան ուժ։ Էդի այդ հիմնական այս հարցով Արցախի վերադառնալու հարցով մենք պետքա զբաղվենք այսպես, այդ ինչը որ ասեցի օրենքով, բայց նաև այստեղ մի հատ բայց կա։ Քանի որ մեր կազմակերպությունը ռազմա հայրենասիրական է, եւ եթե այստեղ ընդգրկվեն մեր կազմակերպության կազմում լինեն ինչ որ մեծ քանակի մարդիկ, ասենք տարիքով 45-ից բարձր մարդիկ, ովքեր իրոք պատրաստ են նաև զենքով հայրենիքը պաշտպանելու, մենք կարող ենք նաև շուտով շանս ունենալ հենց զենքով էլ վերադառնալ Արցախ։ Ես չեմ ասում հիմա գնանք պատերազմ սկսենք կամ պատերազմ հրահրենք, չասեք պատերազմը հրահրում, եսի ինչեր, ես ասում եմ դա ոնց է լինում։ Մենք միայն օրենքի ուժով ենք ուզում դա անենք, չէ՞, բայց եթե չէ, այսինքն եթե հետո կասեմ, բայց Ալիևը մենք ունենք այսպիսի տեղեկություններ, որ պատրաստվում է ինչ որ մի ռազմական գործողության Հայաստանի դեմ։ Դա կարա լինի ինչ որ կարճ, չգիտեմ իրանց պլանով, հələ որ մենք երբ է դա լինելու ճշտում ենք, բայց տեղեկություններ կան։ Այդ մասին նույնիսկ ասել է Նիկոլ Փաշինյանը, որ կարողա չէ, Նիկոլ Փաշինյանը հստակ ասել, որ այս տարի սեպտեմբերին պատերազմ է սպասվում։ Եթե հանկարծ, նայեք ինչ է կայս եթեն, Ալիևը բախտը փորձի, հարձակվի Հայաստանի վրա, չէ՞, եւ արդեն եթե պատերազմ լինի ու հարձակվեն Հայաստանի վրա, դե պարզա արդեն մենակ բանակը չի, չէ՞ պաշտպանելու, մենակ բանակի այդ 18-20 տարեկանները չեն պաշտպանելու հայրենիքը։ Բոլորս էլ արդեն բոլոր ամբողջ հասարակությունը պարտավոր է լինելու պաշտպանել Հայաստանի Հանրապետության տարածքը։ Եվ մեր կազմակերպությունում, եթե մենք կարողանանք մեծ քանակի ընդգրկենք հայրենասեր մարդիկ 45-ից բարձր, պարտադիր 45-ից բարձր այս գործի համար արդեն էլի, կազմակերպությունում կարող են ընդգրկվեն բոլորը 18-ից բարձր, բայց այս ռազմական գործողության համար ցանկալի է 45-ից բարձր, քանի որ պետք է կյանքի եւ առողջության, ասենք, հասկանանք, որ վտանգ է, չէ, պատերազմը։ Մենք երիտասարդ սերունդ էլ կորցնելու չունենք, արդեն շատ են կորցրել։ Իսկ 45-ից բարձրը իրավունք, այսպես ասեմ, կարա իրան թույլ տա, եթե պետք լինի, այո, կյանքը վտանգի կամ կյանքը տա հայրենիքի համար։ Իսկ մենք չենք մեզ մեծերս չենք ուզի, որ երիտասարդ սերունդը գնա էլի իր կյանքը տա հողի համար, հա բոլորն են պարտավոր իհարկե։ Դրա համար եթե ունենանք ընդգրկած մեծ քանակի մարդիկ 45-ից բարձր, եւ քանի որ մեր կազմակերպությունը ռազմահայրենասիրական է, մենք իրավունք ունենք մասնակցելու Հայաստանի Հանրապետության պաշտպանությանը։ Կազմակերպության կազմում գտնվող բոլոր անձինք այդ իրավունքը ունեն, նաև կապ չունի Հայաստանի Հանրապետության քաղաքացի են, թե չէ, պայստազորում ընդգրկված են, թե չէ։ Կազմակերպության կազմում իրավունք ունեն։ Եվ այդ դեպքում, եթե Հայաստանի դեմ ինչ-որ պատերազմ է սկսել, արդեն Հայաստանի Հանրապետության ղեկավարությունն էլ կապ չունի ցանկանա դա չցանկանա, ինքը արդեն նույնիսկ ստիպված է լինելու, եթե հնարավորություն ունենա, հակահարված տալու հակառակորդին։ Այդ հակահարվածը արդեն ինքստինքյան տեղափոխվելու է Արցախի տարածք եւ այլ տեղեր, եթե մեր ուժը հերիքի։ Եվ եթե մենք կամք ունենանք ու մեծ քանակի ասենք ընդգրկված լինենք մարդիկ, ովքեր պատրաստ են զենքով հայրենիքը պաշտպանելու, այդ հակահարվածը կարա շատ ուժեղ լինի։ Եվ այդ ձևով արդեն այստեղ կգործի նաև միջազգային իրավունքը եւ մեզ թույլ կտա հանգիստ արդեն ուժով վերադառնալ Արցախ, քանի որ Ադրբեջանը որպես ագրեսոր հարձակվել է Հայաստան, արդեն ոչ թե Արցախի, այլ ինչ որ անկլավ կամ եսիմինչ տերիտորիաների մասին լինի խոսք, որ հարձակվի Հայաստանի վրա։ Եվ այդ հարձակումը սպասվում է, ճիշտն ասած, ոնց որ ասա, եւ դրան պետքա պատրաստ լինել։ Եվ դա նաև շանս է, ասում եմ, չէ, ուժով եւ օրենքի ուժով նույնպես, զենքով եւ օրենքի ուժով վերադառնալ Արցախ։ Շատ հանգիստ դա միջազգային իրավունքը թույլ է տալի երկիրը պաշտպանելու համար հակահարված տալ արդեն հակառակորդի տարածքում եւ մեկ այլ տարածքներում, որտեղ որ պետք է։
Հիմա այս ձևը եմ ասում, նորից եմ ասում, ես չեմ ասում պատերազմ սկսենք, մենք անելու ենք օրենքով ամեն ինչը միջազգային իրավունքի, բայց եթե արդեն Ալիևը որոշի, որ պետք է Հայաստանի ինչ-որ տարածքներ նորից օկուպացնի, այդ դեպքում կարող է իրանց համար վատ վերջանա, եթե մենք կարողանանք միաբանվենք։ Մյուս տեխնիկական հարցերը լուծվող է, սաղ կա, նորմալ է, նաև չասեք չեն թողա բան, չէ, եթե Հայաստանի վրա հարձակվեն, մեզ նույնիսկ կխնդրեն, որ մենք Հայաստանի գնանք բանակի հետ այդ Հայաստանի սահմանները պաշտպանելու եւ ինչ որ մեծ հակահարված հասցնելու թշնամուն։ Դա եթե սկսվի պատերազմ։ Հիմա էսի երկու ձևն էլ ասեցի, չէ՞, մենք օրենքով եւ եթե պետք լինի զենքով եւ օրենքով իրար հետ։ Հիմա սրա համար ինչա մեզ պետք, կոնկրետ, ինձ պետք է, որ այն մարդիկ, ովքեր որ բոլորը արդեն էստեղ, չէ, են 45-ից բարձրները էդի առանձին կանենք, իսկ ընդհանրապես բոլոր մարդիկ, ովքեր Արցախցի են կամ Արցախի իրանց համար հայրենիք է, պետք է որ գրանցվեն ես մեր կազմակերպությունում, որպես մի ուժ, միաբան ուժ։ Դրա համար ընդամենը պետք է ես համարով այդ WhatsApp-ով կամ Telegram-ով ինձ գրել, ես արդեն հետ կզանգեմ, մենք կզանգենք կամ ես կամ մեկ այլ մարդ հետ կզանգենք այդ թղթերի հարցն է, ընդամենը մի հատ դիմում պետք է շաբլոնը կուղարկենք, այդ մի հատ դիմում եք գրում իմ անունով, որ խնդրում ենք ինձ ընդգրկել ձեր կազմակերպություն, Վերադարձ Արցախ կազմակերպություն, մենք էդի կստուգենք ով է ինչա ու արդեն դիմումի հիման վրա կընդունենք կազմակերպության կազմում, որպես կազմակերպության անդամ։ Ու հետագայում արդեն բոլոր քայլերը դուք արդեն տեղյակ կլինեք քայլերի մասին, դուք ձերը կարող ասեք, եթե պետք լինի, եթե ով որ մոտակայքում կլինի, կարող են գան միանգամից դիմումը տան, ով որ չէ, այդ on-line կարող են ուղարկել դիմումը, հետո հանդիպենք, երբ որ կհանդիպենք, այդ վաղտ արդեն թուղթը կտա։ Պարտադիր չի, քաղաքացիությունը կապ չունի, որտեղ են բնակվում նույնպես կապ չունի, աշխարհի ցանկացած ծայրում, ցանկացած երկրի քաղաքացի, դա մեր հայրենակիցներն են հիմնականում, հայ, եզդի, մերոնք են սաղ, ովքեր ցանկանան գրանցվել, կարող են կապնվել, գրանցվել, ինչ որ անդամավճարներ չկա ոչ մի բան չի պահանջվում ձեզանից հիմա ընդամենը գրանցվել, տեղյակ լինել, ինչ ենք անում, ոնց ենք անում, ինչ ենք սա հարցերը, ոնց ենք լուծում։ Ֆինանսական հարցերը հիմնականում սա ես եմ անում առայժմ մինչև հիմա, եթե մարդ կլինի, որ ինչ որ ցանկանա նույնպես մասնակցել ֆինանսական հարցերի լուծմամբ, վատ չի լինի իհարկե, որովհետև իմ այսպես ասած հնարավորությունները անսահմանափակ չեն եւ գնալով ծախսերը իհարկե շատանում է եւ կարող է ավելի շատանա։ Այսպես, հիմա էս է ընդամենը հանգիստ առանց ինչ որ մի նեղվելու շատ արագ ձևով եթե կարողանանք կազմակերպել, տեսեք, ասենք ասում են բան, հիմա կոնկրետ առաջարկում եմ, այս փորձենք այս հարցը լուծել այս ձևով, փորձենք։ Աստված տա, որ Ադրբեջանը չհարձակվի Հայաստանի վրա, մենք միայն օրենքով սա կարողանանք լուծել, բայց եթե հարձակվան, այդ ձևով էլ ենք լուծելու, ոչ մի խնդիր չկա, ես խնդրում եմ անպայման տեսանյութը տարածեք, որ բոլորին հասնի, բոլորը տեսնեն, կիսվեք էջերում պարտադիր կխնդրեմ, էսա ուղարկեք իրար, որ կապնվեն, իրար հետ կապ հաստատենք, խոսենք, այսքանը առայժմ, նորից նշեմ, որ աշխարհի ցանկացած ծայրից կարող եք կապնվել, գրանցվել, հենց միանգամից խնդրում եմ այդ WhatsApp-ով ու Telegram-ով գրեք, արդեն մենք հետ կզանգենք, մնացածը կբացատրենք ավելի մանրամասն, այսքանը, շնորհակալ եմ։